Թրամփի խաղաղության ծրագիրը գրվել է Մոսկվայում, ըստ Բլումբերգի։ Պարբերականը սկանդալային բացահայտում է արել հրապարակելով Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի, նաև Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի և նույն Ուշակովի հեռախոսազրույցները։ Առաջին Ուիթքով-Ուշակով զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, որի ժամանակ ամերիկացի դիվանագետը զրուցակցին խորհուրդներ է տվել, թե ինչպես Պուտինը խոսի Թրամփի հետ, որպեսզի ավելի ամրապնդվեն ռուսների բանակցային դիրքերն ու Թրամփին ցույց տան, որ Մոսկվան ձգտում է խաղաղության։ Բացի այդ, Ուիթքոֆի խոսքով Պուտինը պետք է գովի Թրամփին Գազայի խաղաղության ձեռքբերման համար։ Ես զանգահարել եմ պարզապես հիշեցնելու, որ շնորհավոր եք նախագահին այս նվաճման համար, որ աջակցել եք նրան, որ հարգում եք նրան որպես խաղաղության մարդու և որ գոհ եք նրա աշխատանքի արդյունքներից։ Ահա թե ինչպես ես կմոտենայի այդ հարցին։ Կարծում եմ դա շատ լավ զանգ կլինի։ Միացյալ Նահանգների նախագահն արձագանքել է Ուիթքոֆի հեռախոսազրույցի մասին Բլումբերգի սկանդալային բացահայտումներին։ Դա ստանդարտ բան է, գիտեք, որովհետև նա պետք է Ուկրաինան վաճառի Ռուսաստանին։ Ահա թե ինչ է անում գործարք կնքողը, բանագնաց։ Ես դա չեմ լսել, բայց լսել եմ, որ դրանք սովորական բանակցություններ էին։ Կարծում եմ նա նույն բանն ասում է նաև Ուկրաինային, քանի որ յուրաքանչյուր կողմ պետք է ինչ-որ բան տա և ստանա։ Սպիտակ տան ղեկավարը նաև հաստատել է, որ Սթիվ Ուիթքոֆը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա Ռուսաստանի նախագահի հետ խաղաղության ծրագիրը համաձայնեցնելու։ Երկրորդ Դմիտրիև-Ուշակով զրույցը կայացել է ավելի ուշ, հոկտեմբերի 29-ին։ Ըստ պարբերականի, Դմիտրիևն Ուշակովին հայտնել է, թե մտադիր է Սպիտակ տանը փոխանցել հակամարտության կարգավորման պլանի ռուսական տարբերակը։ Այս թուղթը պարզապես կկազմենք մեր դիրքորոշման տեսքով, և ես ոչ պաշտոնապես կփոխանցեմ, ասելով, որ ամեն ինչ ոչ ֆորմալ է, իսկ նրանք թող ներկայացնեն դա որպես իրենցը։ Բանն էլ հենց այն է, որ նրանք կարող է չվերցնեն ու ասեն, որ մեզ հետ համաձայնեցված է։ Հենց դրանից են վախենում։ Նրանք կարող են աղավաղել, կա նման վտանգ։ Դմիտրիևը փարատել է Ուշակովի վախերն ու հորդորել Ուիթքոֆի հետ զգույշ խոսել այդ փաստաթղթի շուրջ։ Արձագանքելով արտահոսքին, Ուշակովն ասել է, որ հաճախ է խոսում Ուիթքոֆի հետ, բայց խոսակցությունների բովանդակությունը չի մեկնաբանում։ Չգիտեմ որտեղից այդ տեղեկությունը, ոմանց կողմից արտահոսք է լինում, ոմանք գաղտնալսում են, բայց մենք ոչ։ Դա հավանաբար մեզ խանգարելու համար է։ Դժվար թե դա անեն հարաբերությունները բարելավելու համար։ Ուկրաինայի հարցով ամերիկյան խաղաղության պլանը 28 կետից դարձել է 22, ռազմական գործողությունների դադարեցումը և Կիևի նկատմամբ նոր տարածքային պահանջներից հրաժարվելը Թրամփը Ռուսաստանի կողմից զիջում է անվանել։ Նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները գործարքի վերջնաժամկետ չունի, սակայն ակնկալում է, որ հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում։ Ըստ Թրամփի, Ռուսաստանն ի վերջո կարող է ավելի շատ տարածքների վերահսկողություն ձեռք բերել, իսկ Ուկրաինան պետք է գործարքի գնա, այլապես հակամարտությունը կարող է տարիներով շարունակվել։ Թրամփի այս դիրքորոշումը դիվանագիտական խողովակներով հասցվել է նաև Ուկրաինային։ Միացյալ Նահանգների բանակի քարտուղար Դեն Դրիսքոլը վերջերս Կիև կատարած այցի ընթացքում երկրի իշխանությանն ասել է, որ Ուկրաինայի բանակի վիճակը վատանում է, իրենք պարտվում են, իսկ ռուսական կողմն ավելացնում է օդային հարվածների տեմպը, ունի անսահմանափակ ռեսուրսներ։ Հետևաբար սպասել ուկրաինացիների համար նշանակում է հայտնվել էլ ավելի թույլ վիճակում։ Ըստ CBS News-ի աղբյուրի, ուկրաինական կողմն ընդունել է խաղաղության առաջարկը, սպասում է որոշ մանրուքների շուրջ համաձայնության։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։